ունենք հետևյալ իրավիճակը։ Քննչական կոմիտեն իր համար ձեռնտու ձևաչափով հրապարակել է որոշակի ուրեմն ձայնագրություններ։ Ես ոչ դրանք լսել եմ, ոչ էլ տեսել եմ։ Ես չգիտեմ դա իրականությանը համապատասխանում է, թե օրինակ AI-ի սարքածն է։ Չգիտեմ, չեմ կարող իմանալ։ Ես չգիտեմ դա Բագրատ Սրբազանն է, թե որևէ ուրիշ քաղաքացի է։ Հիմա դուք ինձ հարց եք տալի, ելնելով այն կանխավարկածից, որ դա այո իսկապես ասվել է Սրբազանի կողմից, իսկապես ասվել է ինչ որ գործողություններ ենթադրաբար պլանավորելու համատեքստում։ Ես չեմ կարող այդպիսի հետևության գալ։ Ձեր հետագա քայլերը, պարոն Մելիքյան։ Մեր հետագա քայլերը դե մեզնից չի կախված։ Ես ենթադրում եմ, որ մեզ հրավիրելու են, ես ենթադրում եմ, որ դատական նիստ է լինելու, քանի որ շատ են, կարծում եմ, մեկից ավել դատարաններում են, կարծում եմ դատարաններում են լինելու։ Հա, մի կարևոր բան ասեմ, իրավական հարց ասեմ, բոլորը ձերբակալված են 24 ժամվա ռեժիմով։ Այսինքն ոչ թե 72, այլ 24 ժամվա ռեժիմ ունեն, հավանաբար այսօր երեկոյան ենթադրում եմ պետք է արդեն դատարաններ մուտք անեն, դատարաններն էլ պետք է նշանակեն կոնկրետ դատավորներին, մեզ նյութերը տան մենք ծանոթանանք, կարողանանք պաշտպանություն իրականացնել, ենթադրում եմ գիշերը լինելու է բավական ծանրաբեռնված բոլոր այն պաշտպանների համար, ովքեր որ ներգրավում են։